Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հետ մեր համագործակցությունը մեզ համար պարզապես գործընկերություն չէ, այլ հարթակ է արժեքների, գիտելիքի և փորձի փոխանակման համար, որը միավորում է մշակույթը, կրթությունը և մասնագիտական համայնքը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք Երեմյան ակադեմիայի հետ բազմիցս համագործակցել ենք, և քանի որ այս տարի մենք նշանավորում ենք Միացյալ Նահանգների 250-ամյա հոբելյանը, այս հոբելյանական միջոցառումների շարքում ակադեմիան նույնպես չէր կարող անմասն մնալ։ Պրոֆեսիոնալիզմը, ոգևորությունը, խանդավառությունը, որ մենք տեսնում ենք Երեմյան ակադեմիայում, մեր աշխատանքը հաճելի է դարձնում հավասարապես թե դասախոսական կազմի և թե տեղի ուսանողների հետ։ Նախորդ տարիներին մենք մեծ հպարտությամբ հյուրընկալել ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից հրավիրված համաշխարհային շեֆ-խոհարարների, ովքեր շփվել են մեր ուսանողների հետ, անցկացրել մրցույթներ, ստեղծելով նրանց համար հնարավորություն նորարարության և փորձի փոխանակման համար։ Այս համագործակցությունը և շփումները հնարավորություն են տվել մեր ուսանողներին միջազգային փորձագետներին ներկայացնելու իրենց ստեղծագործ միտքը և տաղանդը, ինչպես նաև հայկական խոհանոցը։ Մենք այսօր այստեղ Երեմյան ակադեմիայում ենք գտնվում և ամերիկյան խոհանոցի ավանդույթներն ենք ներկայացնում։ Մասնավորապես ինչպես են ամերիկացիները ուտելիք պատրաստում ու նաև ինչպես են խոհանոցում ամուսիններն օգնում իրենց կանանց։ Հարավարեմտյան չիլին աղացած տավարի մսով է պատրաստվում, մարմանդ գրակի վրա, ավելացվում են բանջարեղեն, լոբի, չիլի պղպեղ։ Այս ուտեստը ժամանակին կովբոյների սիրած ուտեստն էր, երբ նրանք տեղից տեղ էին շարժվում։ Կարողանում էին պատրաստել այն իրենց կանգառների ժամանակ։ Նաև թանձրուկ ենք պատրաստել, որի մեջ օգտագործել ենք հայկական թարխունը։ Նաև պատրաստել ենք եգիպտացորենի հաց, որը ավանդաբար Միացյալ Նահանգներում չիլիի հետ օգտագործում են և վերջում որպես աղանդեր պատրաստել ենք ելակով թխվածք։ Ավանդական ամերիկյան աշշոտեսակները պատրաստեցինք ակադեմիայի ուսանողների աջակցությամբ։ Ուսանողները շատ ակտիվ էին, մեզ բոլոր աշխատանքներում օգնեցին։ Եվ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Երեմյան ակադեմիային, մեզ այսօր հյուրընկալելու և կանանց մեկ ամսեկին նվիրված այս միջոցառման շրջանակում համագործակցելու համար։ Այս տարին անշուշտ հոբելյանական է, բայց այժմ նաև կանանց նշանավորման ամիսն է, թե այստեղ Հայաստանում, թե Միացյալ Նահանգներում։ Եվ այս ամսվա ընթացքում մենք արժանին ենք մատուցում ոչ միայն մեր ընտանիքի, այլ նաև մեր երկրների պատմության մեջ իրենց կարևոր ներդրումն ունեցած կանանց և կին գործիչներին։ Այսօրվա միջոցառումը ևս մեկ ապացույց է խոհարարական դիվանագիտության շրջանակներում սերտ գործընկերության, երկարատև համագործակցության, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։